Veçela mailin, veçela gumari bandolu. İper var gunem. Çorsa nasıl inkazar. İdramit Ahmet gumarlar. Aydi kartiç aşkata bazı. Etkan şartçı. Milyonları çıkarttım. Çorsa nasıl inkazar var gazı vakit böyle. Etkanı. Himayes uzman porsun haskanlar. Aydi banka. Da ինչ անշնակում ոնց է կատարվում ոնց է ID եղել բանկի հետ այդ ժամանակ փորձել եք կապ բոլոր հաստատել եւ ID բանկի հետ ոստիկանության օրենքով նախատեսված բոլոր քայլերը կատարվել են Եվ ինչ պատասխաններ եք ստացել բանկը ասում է զերծարարներն են արել ձեր անհետացման գումարի անհետացման պատճառը զերծարարությունն է այդքան է Տարբեր պատկան մարմինների եք դիմում ինչ այս պահը ոչ մի պատասխան կոնկրետ չեք ստացել Քնչականում ոստիկանություն դիմել են գնացել է դատախազություններ են դիմել քնչականում հարցակնվել են ուժովի կարգավիճակ են ստացել բայց բանկին դա հետաքրքիր չի ինքը հիմա ցուցակա մեզի ներառել ու բոլոր իր հետևանքներով մենք ուժվում այսինքն սահմանափակել է մեր բոլոր իրավունքները ցուցակի հետ կապված Իսկ կենտրոնական բանկին որևէ պաշտոնյա հետ հանդիպում ունեցել եք Ես անձամբ չէ, բայց մասնակցում եմ հասարակական կազմակերպության դիմել եմ, խնդրի կապակցությամբ նախագահը մասնակցել է, բանկի նախագահի պատասխանը լսել ենք, ոչ մի ես կապ չեմ տեսնում կատարվածի եւ բանկի նախագահի, կենտրոնական բանկի նախագահի, այդ թվում նաեւ առևտրային մյուս բանկերի Ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում իրենց պատասխանի մեջ։ Իսկ փորձել եք իշխանությանը դիմել, օրինակ հենց Նիկոլ Փաշինյանին։ Փորձել ենք։ Առայժմ պատասխան դեռ չկա կառավարությունից։ Բայց մի բան կա, որը շատ գովելի է, շատ իրավական է, շատ ճիշտ է, դա հույս է տալիս եւ հավատն է շնչում ամբողջ երկրի նկատմամբ։ Դա գլխավոր դատախազի, որը շատ ողջունել է այն իմաստով, որ թե մեծ ապաշտպան կամ մեկ այլին այլ օբյեկտիվ հայտարարում է, որ վերջնական արդյունքում կատարվել է այդ ամենը բանկի կողմից։ Ասում են, որ որոշ քաղաքացիների ֆինանսական պարտքը սառեցվել է, ձեր սառեցվել է։ Ինչ է նշանակում սառեցվել։ Ես երբ եմ պարտ եղել, պայմանագիր կնքել, որ իմ պետք է սառեցվի։ Կատարվել է հանցագործություն։ Բանկից անհետացել են գումարներ, խնդրի դրա մեջ է։ Ուր են տանում կոսմոլոգիական դաշտ, ինչ-որ անհասկանալի տեղեր, որտեղ արդարությունը չկա։ Մենք երազում ենք ապրում, թե իրական եւ իրավական երկրում։ Անտրամաբանական բաներ շատ են ասում։ Դա գիտեք ինչ են ասում, բառակույտ։ Ոչ մի բան չասող բառ է։ Փաստացի, չգիտեմ ասեն գողացվել է, բայց անհետացել է գումարներ բանկից։ Եվ վարկա ձևակերպվել եւ աշխատաբազի քարտուղար գումարներ տարվել եւ իդրամ ոնց է կոչում արդեն մոռացանք իդրամի դրամապանակից ու ձայն բարբարո անապատ տենց էլ չի ավելի այդ գողացվածությունը տանում են ուրիշ դաշտեր մոլորացնում են չգիտեմ բանկի աշխատողները այլ կերպ են ներկայանում որ հենց բանկում են տեղ ունենում այդ Գիտեք ինչ, կասկածներ հետեւյալ ձևավորվում է, հետեւյալ ձևով, եթե շարունակվում է բարբերաբար եւ խնդրին ուշադրություն դարձնող չկա, դա ինչ է, տրամաբանորեն դա ուրեմն ինչ-որ մեկի ձեռատալի, ինչ-որ մեկը անում է, այսինքն դավադրություն տեսնում եմ իհարկե, կարելի է բոլորի կողմից նկատել։ Իսկ մինչ այդ տվյալ բանկ դիմել եք որևէ վարկ ձևակերպելու կամ Անձամբ ես չէ։ Այսինքն ձեր անունով երբեք Չէ, ուղղակի աշխատաբարձի ստանալու համար ընդհանուր այնց պայմանագիր է։ Այսինքն ձեր տվյալները բանկը ունեցել։ Իհարկե ուներ։ Ես կարամ բանկիներ մեղադրեմ այդ առումով, բայց դեռ չեմ մեղադրում։ Իսկ բանկը ինձ մեղադրում է կամ մեզ բոլորիս ինչ որ ոման զերծարի ինչ որ տվյալներ են տվել, ոչ չգիտենք զերծարը մարդը առարկա է, դա գողություն ունեցող պատկեր է, թե չէ, ոչ առարկայական բաներ է, ինչ որ։ Այսինքն դա տեքստորակարգը մեզ տրամադրում ու տանում է այլ ուղղության վրա գողություն չունեցող արդարություն
ըստ էության չի մոտիկանան հարցերի լուծման։ Հետևաբար նմանատիպ հայտարարություններ են լինում բանկի կողմից, որը ոչ մի տրամաբանությանը չի ենթարկվում։ Նորից կրկնեմ խնդիրը պարզ է, մեր գումարները գողացվել են բանկից կամ անհետացել են, դրան գումարած վարկեր են ձևակերպվել, վերջ մենք պահանջում ենք վերականգնել, չեղյալ համարել վարկերը եւ վերականգնել այն գումարները, որը տարվել է բանկի միշտորդությամբ, մեղմ ասած, անգործության կարելի ասել եւ այլն եւ այլն։ Այսքանը։